Բարի լույս ժողովուրդ ջան, այսօր ճանապարհին մտքովս անցավ խոսելու մի շատ կարևոր երևույթի մասին, որ անտարբերության շարքի մեջ է մտնում, թափթփվածությունը, փնթիությունը, որը ինձ թվում է գալիս է անտարբերությունից, չկարևորելուց միջավայրը, շրջապատը, տունը, աշխատանքի վայրը, եւ այսօր մենք տեսնում ենք, որ մարդու համար դառնում է մի տեսակ անարժեք այն տարածքը, որտեղ ինքը ապրում է կամ աշխատում է եւ կամ սովորում է անգամ դպրոցներում երբեմն նկատում ես, թե ինչպիսի վերաբերմունք ունեն աշակերտները իրենց դպրոցի նկատմամբ, բույքի նկատմամբ, զարմանում ես։ Եվ ինչու՞ չէ նաեւ աշխատավայրում եւ տանը, ուրեմն սիրելիներս, մի տեսակ թափթփվածությունը անտարբերության այն ձևն է, որը փչացնում է մարդու ունեցածը, փչացնում է մարդու մտածողությունը եւ հետո նույն բանը նկատում ենք արդեն փողոցներում, քաղաքում, այգիներում, որտեղ բացարձակ հոգատարություն չկա եւ հասկանում ես, որ էս ինչու է այդպես, որտեղ մարդը չի արժևորում, չի գնահատում այն, ինչ որ ինքը ունի։ Ուրեմն այսօրվա ճանապարհի մեր շարքը թող լինի այս թեման, որով մենք անդրադառնանք եւ օգնենք եւ հուշենք եւ ուղղորդենք մեր կողքի մարդկանց ավելի ուշադիր լինելու այն ամենին, ինչը իրենք ունեն, ավելի խնամելու, որովհետեւ կան բաներ, որ երկրորդ անգամ չի տրվի մարդու։ Մի անգամ կտրվի եւ այդ մի անգամի արդյունքը պիտի գերազանց լինի։ Խնամեք, ուշադիր եղեք ձեր քաղաքին, ձեր երկրին, ձեր աշխատավայրին, դպրոցին, տանը եւ վստահ եղեք, որ Աստված գնահատում է այդ հոգատարությունն ու ուշադրությունը։ Բարի օր ձեզ։